Հաղազինյան մարդկային ինչ զգացողություններ եք ունեցել եւ ձեր քաղաքական առաջնորդը թքածուներ մի կառույցի վրա, որտեղ որ դուք այդ օրերին աշխատում եք եւ հավանաբար շարունակել եք աշխատել։ Մի քիչ բարձր եթե կարելի է։ Հա, չլսվեց, եթե չլսվեց նորից կգնա։ Սկիզբի մասը լսի։ Չէ, լսողությունս լավ է, ուղղակի ինչ մոտիկոր խոսա։ Երկրորդ հարցս քանի որ այն հանձնաժողովը, որտեղ որ դուք առաջադրվել եք։ Ներողություն, ինչ զգացողություն եմ ունեցել, երբ որ առաջնորդը ինչ արել։ Ներողություն, պարոն Հովհաննիսյան, առաջին հարցը, ներողություն մի րոպե։ Պարոն Հովհաննիսյան, առաջին ամբողջությամբ կրկնեք ձեր հարցը, թե կարիք լինի է ժամանակը երկարացնել։ Շատ լավ, նորից կրկնում եմ։ Մարդկային ինչ զգացողություններ եք ունեցել մի կառույցում աշխատելուց, երբ որ ձեր քաղաքական թիմի առաջնորդը թքած է ունեցել այդ կառույցի վրա եւ հավանաբար շարունակել եք այդտեղ աշխատել։ Երկրորդ հարցս, քանի որ հանձնաժողովը առնչվում է մեր մարզերի եւ հոշորացված համայնքների հետ, խնդրում եմ ասեք, ձեր ասած 300,000 ադրբեջանցիներից քանիսն են արդեն մեր մարզերում եւ համայնքներում։ Խիեմ ես հարցը տալիս, որովհետեւ ըստ ձեր ասած տրամաբանության 300,000 ադրբեջանցիների գալու, ըստ երևույթի արդեն մոտ մի 3,000-ը պետքա ստեղ լինեն։ Խնդրում եմ ասեք տվյալներ, թե որ մարզերում եք հանդիպել, որ քաղաքներում եք հանդիպել ադրբեջանցիներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շատ վատ է, երբ որ Հայաստանի Հանրապետության ամենամեծ շատ աշխատատեղեր ունեցող ընկերության հետ կապված զարգացումներին չեք հետևել, բացատրեմ ինչու, որտեվ ես երևի մինիմում 10 անգամ անդրադարձել եմ այդ թքած լինելու թեմային։ Գիտեք, առանձնապես շատ մեծ ուղեղ պետք չի, որպեսզի կարողանաս ինչ որ մի արտահայտություն փոխես քո ուզած ձևով եւ չլսես դիմացինի կարծիքը։ Սամվել Կարապետյանը, երբ որ ասել է թքած ունեմ հեծի վրա, մի քիչ ուղակի, այսպես իր, միգուցե չեք ճանաչում անձամբ դրա համար չեք պատկերացնում, խոսքը եղել է թքած ունեմ ակտիվի վրա։ Այսինքն, եթե այսպես իր մտքով եղել է, որ հեծը պետք է խլեմ, իր այս հայտարարության արդյունքում ասել է թքած ունեմ դրա վրա։ Իմանար դալմանել են ուզում խլեն, օրինակ, կասեր թքած ունեմ դալմայի վրա։ Ինչ։ Դե մի տենց որ գնա, սաղս ենք ապօրինի տակ ենք մնալու հետո։ Ինչ եք անելու վերջը։ Դուք էլ, պարոն Հարությունյան, դուք էլ մյուս իշխանության ժամանակ, բայց արդար։ Այնպես որ այդ հարցը կներեք, բայց ճիշտ պատրաստված հարց չէ, ներողություն եմ խնդրում, ամենայն հարգանքով ձեր անձի նկատմամբ չի, բայց մի 10 անգամ պատասխանել եմ։ Միանշանակ դա խնդիրը եղել է որպես ակտիվ թքած ունենալու վերաբերյալ եւ այստեղ տարընթերցման կարիք չկա։ Չեմ ուզում բարեկրթությունից դուրս գամ, բայց շատ դժվար է ինչ որ մեկին համոզել, որ ինքը նկատի ունեցել է տեղի աշխատողներին, մի քիչ նորմալ չի։ Հիմա ինչ վերաբերում է 300,000 ադրբեջանցիներին, ես չեմ հիշում մեր թիմից որևէ մեկին, որը ասած լինի ընտրությունները պրծավ 2 ամիս հետո ադրբեջանցիները արդեն այդ են ելնելու։ Ձեր համար հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղից չմեկնաբանել եւ չվիճել ելույթ ունեցողի հետ։ Պարոն Ղազինյան, ձեզ էլ խնդրում եմ դուք պատասխանեք հարց տվողին եւ կենտրոնացեք։ Ես հասկանում եմ, դրա համար նախ եւ առաջ իրենց եմ ասում։ Խնդրում եմ մի մեկնաբանեք։ Ձեր հետ չի էս բային խոսակցությունը ուղիղ համեցեք։ Դա առաջինը, երկրորդը, իշխող քաղաքական թիմում կամ այսպիսի խնդիր, այն բանի պատմությունն ասենք, մեկին բան ասում, ֆռում երրորդին պատասխանում է։ Ժողովուրդ չի։ Ձեր աչքի առաջ չի այդ խոսույթը։ Ձեր աչքի առաջ չի ինչ որ Ադրբեջանում կատարվում է։ Այսինքն, եթե ընդդիմությունը որոշում է վտանգները ներկայացնի, այդ թիվն էլ հենց այնպես չի, չէ՞։ Դուք վերցրել եք մի հատ դիրքորոշում, գալիս եք մեզ ամբողջ օրը, դե ասա երբ են գալի, դե ասա երբ են գալի, տեսել ես։ Լավ, մի օր կլինի պետական մակարդակով ինչ որ մեկը վեր կելա, թեկուզ օրենսդիր մարմնից։ Ուղիղ հայտարարի Ադրբեջանի նախագահի եւ մնացածին չի լինելու դա եւ վերջ որպես պետական դիրքորոշում եւ ամենակարևորը հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի արձագանքեք տեղից եւ ամենակարևորը ուժեղ Հայաստան ֆրակցիան 10 վայրկյան եթե կարելի է ուժեղ Հայաստան ֆրակցիան ներկայացրել է այսպես ասած Հակասաֆարովյան օրենքը
Բերեք ընդունենք թեման փակենք վերջնականապես։ Եթե չեք ընդունելու, նշանակում է դուք համենայն դեպս այսպես մեղմ ասեմ դրան դեմ Ավարտեք արձագանք։ Պարոն Ղազարյան, իմ հարցին չպատասխանեցիք մարդկային ինչ զգացողություն, զգացմունքներ եք ունեցել։ Այդ մասով լավ, ասեք ձեր ժամկետները, հայտարարել եք, դրանով պայմանավորված նաև ձայներ եք հավաքել, մարդիկ մեզ ասում են, ինչի համար մեզ ահաբեկեցին, այդ թեման բերեցին, բան sense դաշտ, ու դրանով պայմանավորված շատ մարդիկ օրինակ եկել են ձեզ ձայն են տվել։ Հիմա ձեր ասած տրամաբանությամբ, լավ, չեք ասում 2 ամիս հետո կամ մի ամիս հետո, գոնե առնվազն 3000-ը պետք է եկածած լինեին։ Եթե դուք ինչ-որ ժամանակ գիտեք, ասեք, որ այս ժամանակահատվածում կգան, կամ եկեք ասեք խոստովանեք, դրա համար, չգիտեմ, ներողություն խնդրել է ինչքանով ասում ձեր ֆրակցիան, դրա համար իմ կարծիքով պետք է ներողություն խնդրեք, որ ժողովրդին ահաբեկելով ձայներ եք հավաքել։ Այսքանը շնորհակալություն։ Հենց որ վերջնականապես հասկանանք, որ չեն գալու, նաև օրենսդրական կարգավորումներով քննարկենք ինչպես անդրադառնանք մեր նախորդի հայտարարածին։ Դա մեկ։ Երկրորդը, Սամվել Կարապետյանի այդ հայտարարության ժամանակ լցվել եմ հպարտությամբ, որ մարդը թքած ունի 1 միլիարդանոց ակտիվի վրա։